Իրականացնում ենք հերթական վակուումային վիրահատությունը։ 32 տարեկան բուժարուն, ում մոտ կա ձախ կրծքագեղձում նորագոյացություն, մոտավորապես 16-17 մմ չափերի, իրականացվել է տրեպանբիոպսիա, ֆիբրոադենոմա է եւ նա պլանավորում է հղիություն։ Գոյացությունը ունի այնպիսի դասավորում, որ այն գտնվում է կրծքագեղձի խորքում, անմիջապես մկանի վրա։ Եվ տրադիցիոն եղանակով կտրվածքով հասնել գոյացությանը նշանակում է գեղձին հասցնել վնաս։ Եվ քանի որ նա պլանավորում է հղիություն, դա ցանկալի չէ։ Կամ պիտի թողնենք հսկողության տակ, կամ առաջարկեցինք իրականացնել վակուումային եղանակով հեռացում, որը այս դեպքում ընդհանրապես գեղձին վնաս չի տալիս, որովհետև մենք աշխատում ենք հենց անմիջապես մկանի վրա գեղձի տակ գտնվող հարթության մեջ։ Հիմա տեսնում եք հեռացման ընթացքը։ Վակուումի ասեղը տեղադրված է անմիջապես գոյացության տակ եւ գեղձի ներքևի հատվածից առանց գեղձին վնաս տալու իրականացնում ենք գոյացության հեռացում։ Վակուումային եղանակով հեռացումը իրականացրել ենք եւ այստեղ նայում ենք հեռացված մատերիալին եւ տեսնում ենք, որ այն մեծամասամբ կազմված է ֆիբրոադենոմայի հյուսվածքից։ Գեղձի բնականոն հյուսվածքը շատ քիչ մաս է կազմում, սա կուղարկվի հետազոտության եւ այստեղ 99% ճշգրտությամբ մենք ճիշտ դիագնոզ ենք ստանում, որովհետեւ վակուումային եղանակով հեռացումը դա լիարժեք հեռացում է համարվում։